Ողջույն, հանրային հեռուստաընկերության եթերում գաղտնաբառը քաղաքացի հաղորդումն է։ Այսօր մենք կխոսենք մի կարևոր փաստաթղթի մասին, որը սահմանում է երկրի կառուցվածքը, իշխանության անդամների լիազորությունների սահմանները, քաղաքացիների իրավունքները, կարճ ասած սահմանադրության մասին։ Սահմանադրության մասին զրուցելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի և Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Սայաթ Բադալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը այն մասին, թե ինչ է սահմանադրությունը և ինչու է այն կարևոր, և վերադառնալ։ Սահմանադրության մասին համառոտ։ Ինչ է սահմանադրությունը։ Նախքան կքննարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանադրությունը, եկեք նախ եւ առաջ հասկանանք, թե ինչու է այն մեզ հարկավոր։ Առաջին հերթին փորձենք դիտարկել այն հիմնարար պահանջները, որն ունի յուրաքանչյուր ոք։ Դրանք են ձայնի իրավունք, մեր կյանքին առնչվող որոշումների կայացման գործընթացում, նյութական բարեկեցություն, ինչպես օրինակ սնունդ, օթևան եւ կրթություն, անվտանգություն եւ պաշտպանվածություն բռնությունից եւ խտրականությունից, ինչպես նաեւ ճանաչում եւ հարգանք, որպես անհատներ եւ խմբեր։ Այս կարիքները հոգալու համար մարդիկ ստեղծել են պետություն եւ դրան օժտել իշխանությամբ, այն ընդհանուր բարօրությանը ծառայեցնելու նպատակով։ Թեև պետությունը պետք է ունենա իշխանություն, սակայն կյանքը ցույց է տալիս, որ անսահմանափակ իշխանությունը կարող է հանգեցնել կոռուպցիայի, բռնապետության եւ ճնշումների։ Ազատ, արդար եւ պարբերական ընտրությունները կարող են նպաստել լավ կառավարմանը։ Դրանք ժողովրդին հնարավորություն են ընձեռում ընտրել նրանց, ում ցանկանում են տեսնել իշխանության ղեկին եւ ժամանակի ընթացքում ձերբազատվել վատ աշխատող պաշտոնյաներից։ Սակայն մեզ հարկավոր են մի շարք հիմնարար կանոններ, որպեսզի վերահսկենք, թե ինչպես է օգտագործվում իշխանությունը եւ որպեսզի նրանք, ովքեր հաղթում են ընտրություններում, հարգեն ձեր իրավունքները եւ պաշտպանեն ձեր շահերը, այլ ոչ թե հետապնդեն անձնական նպատակներ։ Ինչպես ֆուտբոլում, որտեղ կան կանոններ եւ մրցավար, ժողովրդավարության մեջ նույնպես պետք է լինեն խաղացողների սահմանափակող կանոններ։ Ահա այս կանոններն է ապահովում սահմանադրությունը։ Սահմանադրությունն օրենք է, բայց ոչ սովորական։ Այն գլխավոր օրենքն է, որը սահմանում, կազմակերպում եւ լիազորություններով է օժտում պետությանը, ինչպես նաեւ որոշում, թե ինչպես պետք է ընդունվեն եւ կիրառվեն մյուս օրենքները։ Սահմանադրությունը փոխելն ավելի դժվար է, քան սովորական օրենքները, որպեսզի իշխանավորները չկարողանան այն հարմարացնել իրենց շահերին։ Ֆուտբոլն արդար չէր լինի, եթե հաղթող թիմն իրավունք ունենար փոփոխել կանոնները։ Իսկ ժողովրդավարությունն արդար չէ, եթե իշխանավորները կարողանում են իրենց կմահաճույքով փոփոխել սահմանադրությունը։ Սահմանադրությունը պետության ուժի եւ զորության ակունքն է, երբ կառավարման ղեկը գտնվում է ժողովրդի ձեռքում։ Դիտեցինք տեսանյութը և վերադարձանք, այժմ քննարկենք, թե ինչ է սահմանադրությունը և ինչու է այն համարվում երկրի ամենագլխավոր օրենքը։ Սահմանադրության ամենագլխավոր կամ հիմնական կամ մայր օրենք լինելը պայմանավորող մի շարք հանգամանքներ կան։ Նախ, եթե պետությունում, ցանկացած պետությունում գործող օրենքները, իրավական ակտերը պատկերացնենք բուրգի տեսքով, ապա սահմանադրությունը գտնվում է այդ բուրգի գագաթին։ Սահմանադրությունը կարգավորում է այնպիսի կարևոր հարաբերություններ, ինչպիսին են պետության կազմակերպման հիմունքները, մասնավորապես որոնք են պետական իշխանության մարմինները, ինչպես են դրանք ձևավորվում, ինչպես են փոխհարաբերվում միմյանց հետ, եւ մյուս կարևոր ոլորտը, որ սահմանադրությունը կարգավորում է, դա մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ամրագրումն է։ Սահմանադրության առանձնահատկությունը նաեւ այն է, որ սահմանադրությունը ունի համընդհանուր կիրառելիություն, այսինքն եթե այլ օրենքները, այլ իրավական ակտերը կարգավորում են մարդկանց պետության միջև փոխհարաբերությունների առանձին ոլորտներ, ապա սահմանադրությունը կարգավորում է այդ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Իհարկե կարգավորում է ոչ թե մասնավորեցված նեղ ընթացակարգային հարցերով, այլ սահմանում է այդ փոխհարաբերությունների հիմնադրույթները։ Դուք ասացիք, որ մարդու իրավունքներն ու ազատություններն են հիմնական, նաև գրված սահմանադրությունում, կարող ձևակերպումը չկրկնեցի։ Իսկ որոնք են դրանք եւ քաղաքացին ինչի պետք է դա իմանա։ Ժամանակակից բոլոր սահմանադրությունները ունեն համապատասխան հատված եւ ինչպես եւ որոշակիորեն անդրադարձ կատարեցի, սահմանադրությունները ունեն երկու կարևոր կարգավորման ոլորտներ։ Առաջինը հենց պետական իշխանության ձևավորման եւ փոխհարաբերությունների կարգավորումն է, եւ երկրորդը, ինչը միգուցե ավելի կարևոր է կամ փորձենք
բաժանումներ չանել, դա մարդու իրավական կարգավիճակի սահմանումն է։ Ինչու է դա կարևոր, որովհետև երևի մի քիչ ակունքներին վերադառնանք, թե ինչու է առհասարակ սահմանադրություն երևույթը ի հայտ եկել եւ ինչու է աշխարհի ժամանակակից պետությունների մեծամասնությունը ունեն նման փաստաթուղթ, հետեւյալն է. մարդը իր բնական վիճակով ազատ էր եւ երբ որ ստեղծվեց պետություն, մարդը այդ պետությանը փոխանցեց իր բնական ազատության որոշակի մասը, պայմանով, որ պետությունը երաշխավորի չփոխանցված իրավունքները եւ ազատությունները։ Եվ սահմանադրության կարևորությունը հենց այդ համաձայնության ամրագրումն է, այսինքն դա կարելի է բնորոշել որպես սահմանադրությունը, եթե մոռանանք դասագրքային հասկացություններից, կարող ենք բնորոշել որպես համաձայնություն անհատի հասարակության մի կողմից եւ պետության կամ հանրային իշխանության մյուս կողմից, որը ամրագրում է միմյանց փոխադարձ իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները։ Այսինքն ավելի հանրամատչելի լեզվով կարող ենք ասել դա պետության եւ քաղաքացու միջև կնքված պայմանագիրն է։ Այո, եւ կարող ենք ասել եւ այս առումով կարող ենք նաեւ հիշատակել օրինակ հասարակական դաշինքի տեսությունը ու առասարակ նաեւ ժամանակակից սահմանադրությունների հիմքում ընկած են լուսավորության դարաշրջանի գաղափարները, տեսակետները եւ դրանցից տեսությունները, եւ դրանցից մեկը հասարակական դաշինքի տեսությունն է, որը հենց սահմանադրության, պետության գոյությունը բացատրում է նաեւ դրանով եւ այդ տեսությունները ընկած են ժամանակակից սահմանադրությունների հիմքում։ Պարոն Բադալյան, իսկ ինչպես է սահմանադրությունը պաշտպանում քաղաքացիների իրավունքները։ Սահմանադրության կողմից իրավունքների պաշտպանությունը նախ եւ առաջ պայմանավորվում է նրանով, որ սահմանադրությունը ամրագրում է այդ իրավունքները եւ ազատությունները, որովհետեւ առանց դրանց նախ եւ առաջ ամրագրման, դրանց պաշտպանության երաշխավորման մասին խոսք լինել չի կարող։ Երկրորդ, սահմանադրությունը սահմանում է հանրային իշխանության մարմինների լիազորությունների շրջանակը, այսինքն պետության կողմից իշխանության իրականացման սահմանները, եւ երրորդ, սահմանադրությունը նախատեսում է նաեւ երաշխիքներ պետության կողմից իրավունքների եւ ազատությունների իրագործման համար։ Իսկ արդյոք սահմանվում են պատիժներ սահմանադրական կարգը խախտելու դեպքում։ Սահմանադրությունը ինքնին պատիժներ չի սահմանում իր որպես փաստաթղթի բնույթից ելնելով։ Իհարկե կարող ենք հիշել սահմանադրության առանձին դրույթներ, որոնք վերաբերում են պատասխանատվությանը եւ առաջին հերթին սահմանադրական պատասխանատվությանը, բայց կարող ենք ասել սահմանադրությունը վեր է կոնկրետ պատիժներ սահմանելուց, որովհետեւ պատիժներ սահմանելը իրավունքի այլ ոլորտների խնդիր է։ Իսկ եթե պատիժներ չի սահմանում, բայց իրավունքներ սահմանում, ազատություններ, այդ իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սահմանադրության մեջ, անմիջականորեն ուղղակիորեն գործում են, թե պետք է նաև այլ օրենսդրությունով դա կարգավորված լինի կամ ամրագրված լինի, ինչ եղանակով պիտի գործեն։ Դրանք գործում են անմիջականորեն, այսինքն սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները գործում են անմիջականորեն։ Այլ ընթացիկ օրենսդրության խնդիրն է դրանք ավելի մանրամասնեցնել, լրացուցիչ երաշխիքներ միգուցե սահմանել եւ սահմանադրության կողմից իրավունքների եւ ազատությունների երաշխավորման մյուս կարևոր հանգամանքը դրսևորվում է նրանով, որ սահմանադրությունը սահմանում է նաեւ չափանիշներ մյուս իրավական ակտերի, օրենքների համար, որոնց նրանք պետք է համապատասխանեն։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ որ օրինակ սահմանադրական կարգը խախտվում է։ Այսինքն, եթե չեն սահմանվում պատիժներ, ես կարող եմ խախտել եւ մնալ անպատիժ։ Պատիժներ նշեցի, որ ոչ թե առհասարակ պատիժներ նկատի չունեմ սահմանադրության մեջ, այլ առհասարակ իրավական ոլորտում։ Սահմանված են բնականաբար պատասխանատվության միջոցները, պարզապես դրանք սահմանված չեն սահմանադրությամբ, որովհետև օրինակ սահմանադրությունը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ սահմանադրությունը սահմանում է նաեւ, որ իշխանության յուրացումը որևէ սուբյեկտի կողմից հանցագործություն է։ Այսինքն այդ սկզբունքները եւ հիմնադրույթն է սահմանում իշխանության պատկանելիության, իսկ կոնկրետ այդ արարքը կատարելու համար, որը սահմանադրությունը բնորոշում է որպես հանցագործություն, դա արդեն քրեաիրավական օրենսդրության խնդիրն է եւ եթե ասենք մեր քրեական օրենսգիրքը համապատասխան նաեւ հանցակազմեր պարունակում է։ Կարող ենք ասել, որ սահմանադրությունը պարզապես սկզբունքներ է սահմանում որպես աղբյուր եւ դրա հիման վրա մնացած օրենքները արդեն ձևավորվում են, որոնք օրինակ կարող են լինել նաև պատժիչ։ Իհարկե, այդպես էլ կա։ Սահմանադրության հենց ինչպես ես նշեցի, սահմանադրությունը ունի համընդհանուր կիրառելիություն, կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ սահմանադրական դրույթներ կարող ենք
գտնել եւ իրավունքի համակարգի մյուս տարերի, այսպես ասած, խնդիրներ այդ սկզբունքների հիմնադրույթների հիման վրա արդեն զարգացնել համապատասխան օրենսդրությունը։ Իհարկե սահմանադրությունը ոչ միայն կոնկրետ կանոններ է սահմանում, այլ սահմանադրությունը սահմանում է նաեւ նպատակներ, այսինքն եթե սահմանադրությունը բնորոշեցինք որպես համաձայնություն անհատի հասարակության եւ պետության միջև, ապա այդ համաձայնությունը ենթադրում է նաև նպատակների սահմանում, թե ինչի է ձգտում տվյալ հասարակությունը եւ տվյալ պետությունը եւ դրա երևի վառ օրինակը սահմանադրության առաջին հոդվածն է Հայաստանի Հանրապետության, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական սոցիալական իրավական պետություն է։ Դա նախ եւ առաջ ոչ թե կանոն է, այլ ավելի շատ նպատակ է, որովհետեւ կարծում եմ չեն կարող ունենալ հստակ չափանիշներ, որ այդպիսի չափանիշներին համապատասխանելու դեպքում որևէ պետություն կարող է ասել, որ ինքը հասավ այդ հանգրվանին, իրավականության, ժողովրդավարության եւ այլն, դա պարզապես նախանշում է ճանապարհը, ընդ որում այդ ճանապարհը անվերջ է, այսինքն տվյալ հասարակությունը եւ պետությունը նպատակ դնելով իր արժեվ կառուցել իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն, նախանշել է, որ ինքը շարժվելու է այդ ճանապարհով, որը ավարտ չունի։ Ուզում շարունակել ձեր խոսքը մյուս դրույթի, մյուս հոդվածի մասին, որ պետությունը ինչպես է իրականացնում իշխանությունը, հա, ընտրությունների, հանրաքվեների, պաշտոնատար անձանց, պետական կառույցների եւ այլ միջոցով, եւ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, որը մյուս գլուխներում է, հա։ Եվ արդյոք ըստ ձեզ քաղաքացին այս օրգանական կապը, որ սահմանադրությունը գրված է, որպեսզի ինքը իր իշխանությունը իրականացնի, զգում է, արդյոք հասարակության համար, լայն շերտերի համար դա բավարար հանրամատչելի է եւ տեսնում է այդ օրգանիկ կապը։ Կարծում եմ, որ այստեղ իրոք խնդիր կա եւ ցավոք այդ խնդիրը կա, որովհետեւ ինչպես նշեցիք, առաջին հերթին դուք հիշատակեցիք իշխանության իրականացման անմիջական ձևերը, ընտրություններ, հանրաքվեներ եւ այլն, որոնք նաեւ կարող ենք ասել ժողովրդաիշխանության սկզբնական ձևերն են, այսինքն եթե դեմոկրատիայի առումով հետ են գնում դեպի ակունքներ, ընդհանրենք հին հունական քաղաքպետություններ, այդ ժամանակ ժողովրդաիշխանությունը գոյություն ուներ առավելապես անմիջական ձևով, ներկայացական ինստիտուտներ չկային եւ ժամանակակից պետություններում այդ անմիջական սկզբնական ժողովրդաիշխանության իրացման եղանակի առաջին կարևոր ձևը ընտրությունները եւ հանրաքվեներն են, բայց ցավոք սրտի կարծում եմ այդ ինստիտուտների դերի առումով ոչ բավարար իրազեկության խնդիրը առկա է։ Որպես նկատի ունեք իշխանության ձևավորման ինստիտուտի, ընտրություններ ինստիտուտի, որպես ինքնաիշխանության սուբյեկտի կողմից որը ժողովուրդն է իր իշխանության իրականացման ձևի։ Այսինքն անձը այդքան էլ չգիտակցում, որ ինքն է իշխանությունը իրականում։ Այո, այսինքն հնարավոր է, որ անձը լինի քաղաքական process-ների մեջ, մասնակցի ընտրություններին, ինչը շատ ողջունելի է լինել քաղաքականապես ակտիվ, բայց դերը թե ինչու է դա արվում, միգուցե այդքան էլ բավարար մակարդակով չգիտակցվում, որ դա արվում է, որովհետև անհատը լինելով ժողովրդի մաս իշխանության կրող է եւ այդ գործողությունները, որ արվում են օրինակ ընտրական գործընթացների ժամանակ, դա իր իշխանության իրացման ձև է եւ հիմնական ձև։ Այդ հիպոթեզը ստուգելու կամ մերժելու համար մենք հարցում ենք անցկացրել քաղաքացիների շրջանում, որպեսզի հասկանանք ինչքանով են տեղյակ ինչ է սահմանադրությունը, ինչի համար է եւ ինչքանով է կարեւոր։ Եկեք դիտենք տեսանյութը եւ այնուհետեւ քննարկենք քաղաքացիների կարծիքները։ Ինչ է սահմանադրությունը։ Սահմանադրությունը երկրի օրենքներում հաստատած մի կարգ է, որը ժողովուրդը առաջնորդվում է այդ սահմանադրությամբ, այսինքն բոլոր օրենքները եւ դրանից բխող բոլոր գործառույթները։ Մայր օրենքն է երկրի։ Կարգականոններ, որոնք մարդիկ պետք է համապատասխանեն այդ կանոններով։ Գիրքը, հաստ, որ միշտ խախտեն էտի։ Օրենքներն են։ Երբևէ կարդացել եք ՀՀ սահմանադրությունը։ Ոչ։ Ճիշտ ասած, այդպես չեմ ուսումնասիրել, ուղղակի ոնց թեթև ներկայացած գիտեմ, էլի, շատ տեղյակ չեմ։ Չէ, միտքը չունեմ կարդալու։ Պետք է չէ, ես դրա մասնագետը չեմ։ Իմ ինչին է պետք է սահմանադրություն աղջիկ չէ։ Այո։ Մի քանի անգամ կառուցվածքը կառավարման Հայաստանի։ Իհարկե, կարդացել եմ, քննությունել եմ հանձնում։ Հա։ Դիտեցինք տեսանյութը, այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է կարևոր սահմանադրությունը հասարակ քաղաքացիների համար։
Տեսանյութից արձանագրեցինք այն, ինչի մասին միգուցե խոսում ենք, այն, որ քաղաքացիները իհարկե լսել են Սահմանադրության մասին, որ դա մայր օրենք է, հիմնական օրենք է, բայց բավարար իրազեկվածություն չունեն։ Սա իհարկե ցավալի է, մի քիչ տարօրինակ է, որովհետև տեսեք, Սահմանադրությունը բնորոշեցինք որպես պայմանագիր, չէ՞, պետության եւ այդ թվում անհատի միջև, եւ լինել այդ պայմանագրի կողմ, պայմանական ասած, եւ ծանոթ չլինել դրա բովանդակությանը մի քիչ տարօրինակ է, որովհետև օրինակ պատկերացնենք անձը քաղաքացիական իրավական պայմանագրի կողմ է, օրինակ կառուցող շենքից բնակարան է գնել, բայց ծանոթ չի դրա բովանդակությանը։ Նույնն է, այսինքն Սահմանադրություն չկարդալը եւ իրազեկ չլինելը եւ նաեւ չփորձել դա անելը նման է այդ օրինակին։ Ուզում եմ մատնանշել, որ հարցվողներից մեկը ասաց, որ կանոններ է սահմանում Սահմանադրությունը, բայց հարցին թե կարդացել եք թե ոչ, կտրուկ պատասխանեց, որ չի կարդացել, չի պատրաստվում կարդալ։ Ինչ մեկնաբանություն կտաք այս որպես սահմանադրագետ, հա, եւ ինչ կհղեք քաղաքացուն։ Ոչ այնքան ակադեմիական լեզվով, որքան որ համոզենք քաղաքացուն, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, պետք է կարդալ Սահմանադրությունը։ Կարծում եմ հենց համոզման եղանակը պետք է լինի այն ինչի մասին խոսեցի, այսինքն քաղաքացիները պատկերացնեն, որ իրենք ստորագրել են որևէ փաստաթուղթ, եթե ավելի բարձրացնենք, ստորագրել են որևէ փաստաթուղթ, բայց ծանոթ չեն այդ փաստաթղթի բովանդակությանը, արդյոք քաղաքացին կարող է իրեն հարմարավետ զգալ, եթե ինքը նման փաստաթուղթ է ստորագրել առանց ծանոթ լինելով բովանդակությանը, դա այսինքն Սահմանադրություն մասին իրազեկված չլինելը դրա մասին է վկայում։ Նաև կարող եմ ասել, որ մեր քաղաքացիները ինչպես նշեցինք Սահմանադրությունը, քանի որ կյանքի բոլոր ոլորտներին է առնչվում, մեր քաղաքացիները իրենք առօրյա կյանքում առնչվում են Սահմանադրությանը, իրենք էլ չգիտակցելով, այսինքն քաղաքացին ցանկություն ունենա ծանոթանալ Սահմանադրությանը, կարդալ, չկարդալ, այնպես թե այնպես բոլորը դրան առնչվում են, որովհետև օրինակ հնարավոր է մեր հարցված քաղաքացիներից մեկը օրինակ իր երեխային տարել էր հարցումից առաջ միջնակարգ դպրոց եւ ճանապարհին իրեն այդ հարցերը տվել էին, չգիտակցելով, որ ինքը իր երեխան օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված այդ օրը կրթության իրավունքից եւ անվճար կրթության իրավունքից, քանի որ Սահմանադրությունը երաշխավորում է միջնակարգ կրթության անվճար լինելը, կամ հնարավոր է մեկ ուրիշ քաղաքացի սոցիալական ցանցերում կատարում է գրառումներ, չգիտակցելով, որ դրանով եւս իրացնում է Սահմանադրությամբ նախատեսված խոսքի, կարծիքի ազատության իր իրավունքը եւ այդպիսի օրինակներ շատ կարող ենք վերել, այսինքն ինչով է նաեւ Սահմանադրությունը տարբերվում այլ իրավական ակտերից, որովհետեւ հնարավոր է քաղաքացիների մոտ այդ հարցն էլ առաջանա, թե ինչու հենց Սահմանադրության մասին պետք է իրազեկ լինենք, ոչ թե օրինակ այլ օրենքներին, չգիտեմ, աշխատանքային օրենսգրքի մասին կամ քրեական օրենսգրքի մասին, խնդիրը հենց դրանումն է, այսինքն, եթե օրինակ քաղաքացին աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում, նա կարիք չունի ծանոթ լինելու աշխատանքային օրենսգրքին, չկատարված պարտավորություններ չունի, կարիք չունի ծանոթանալ կատարողական վարույթի մասին օրենքին, բայց Սահմանադրությանը բոլորը պետք է ծանոթ լինեն, որովհետև Սահմանադրությունը մեզ ուղեկցում է մեր առօրյա ամենօրյա կյանքում։ Իսկ պետք է սպասենք մինչև քաղաքացիները հասկանան, որ Սահմանադրությունը կարևոր է իրենց առօրյայի մի մասն է եւ սկսեն կարդալ, թե օրինակ պետությունը ինչ-որ լիազորություններ ունի կամ պետք է այդ դերը ստանձնի, որ իրազեկվածության մակարդակը բարձրացնի, օրինակ ինչ-որ արշավներ կազմակերպի, տեղեկատվական եւ այլն։ Բոլոր հնարավոր միջոցները այդ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ողջունելի են եւ այս հաղորդումը, որը նաեւ դրան է ուղղված եւս ողջունելի է, այստեղ եւ քաղաքացիները չեն վախենա ասել, որ իրենք պետքա պարտավորվածություն զգան, նախ եւ առաջ ոչ թե պարտավորվածություն, այլ դա հենց քաղաքացիների համար է եւ իհարկե պետությունը, հանրային իշխանությունը այդտեղ իրազեկվածությունը ապահովելու խնդիր ունեն։ Հարցվողներից մեկը ասաց, որ ինքը ոչ միայն կարդացել է Սահմանադրությունը, այլ նաև քննություն է տվել։ Այն անձին, որոնք ուզում են ստանալ հայաստանյան քաղաքացիություն, պարտավոր են եւ մինչեւ այդ չեն ունեցել, պարտավոր են Սահմանադրության վերաբերյալ քննություն հանձնել, ճիշտ է։ Այո։ Ստացվում է, որ այն անձինք, որոնք նոր են ձեռք բերում քաղաքացիություն, ձեռք չեն բերել դա ծնունդով պայմանավորված, պարտավոր են իմանալ
Հայաստանյան Սահմանադրությունը, բայց այն քաղաքացիները, որ իրենց ծնունդով պայմանավորված ի սկզբանե եղել են Հայաստանյան քաղաքացի, նրանց պետությունը ոչ մի կերպ չի պարտադրում կամ չի պահանջում կամ չի ստուգում արդյոք Սահմանադրության մասին բավարար գիտելիքներ գիտեն թե չէ։ Շատ լավ օրինակ է, պարոն Սմբայցյան, այո, մեր օրենսդրությունը օտարերկրյա քաղաքացիներին նույնիսկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մի քանի պայման է առաջադրում, որոնցից մեկը Սահմանադրությանը ծանոթ լինելն է, եւ ստացվում է, որ մենք օտարերկրյա քաղաքացիներին այդ պահանջը ներկայացնում ենք քաղաքացիություն ստանալու համար, բայց այո, ի ծնե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը միգուցե Սահմանադրության մասին բավարար իրազեկվածություն չունեն։ Ես ուղղակի շարունակեցի հարցը, արդյոք պիտի պետությունը ինչ-որ բան անի։ Իհարկե, այստեղ կարող ենք մեկ ուրիշ տեսանկյունից էլ հարցին մոտենալ, միգուցե քաղաքացիները պետք է իմանային, որովհետև օրինակ հանրակրթական ուսումնական հաստատությունների պլաններում եւս համապատասխան դասընթացներ ընդգրկված են հասարակագիտության, մասնավորապես հասարակագիտությունը, եւ ենթադրվում է, որ մեր քաղաքացիներն էլ այդ եղանակով օրինակ պետք է ծանոթ լինեն Սահմանադրությանը, բայց իհարկե դա միայն։ Դուք ծանոթ եք այդ դասընթացին, դա բավարար է մարդուն բավարար սահմանադրական գիտելիքներ տրամադրում է։ Իհարկե միշտ գիտելիքները զարգացնելու տեղ կա, բայց կարծում եմ միայն դա որպես սկզբնական փուլ Սահմանադրության մասին իրազեկվածություն ունենալու բավարար է։ Բայց կան օրինակ Սահմանադրության մեջ ավելի կարևոր կետեր, որոնք պարտադիր է, որ ցանկացած քաղաքացի իմանա, որտեղ ամբողջը կարդալը եւ հիշելը, եթե դու դրա մասնագետը չես, այդքան էլ ինձ թվում է կարևոր չէ։ Նաև հիշենք, որ քաղաքացիներից մեկը, եթե չեմ սխալվում, հիշատակեց, որ դա հաստափոր գիրք է, իրականում այդպես չի։ Սահմանադրությունը շատ համառոտ բովանդակություն ունի, իհարկե համեմատած այլ իրավական ակտերի հետ, եւ նախ եւ առաջ կարծում եմ, որ Սահմանադրության մասին ամբողջ տեքստին իրազեկ լինելը այդքան էլ մեծ ջանքեր եւ ժամանակ քաղաքացիների համար քաղաքացիներից չի պահանջելու։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, թե արդյոք որն է ավելի կարևոր հոդված եւ այլն, մի քիչ կխուսափեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ Սահմանադրության մեջ կարևոր եւ ոչ կարևոր դրույթներ որպես կանոն չեն լինում։ Ինչու՞, որովհետեւ ելի վերադառնանք մեր նախորդ հարցերի պատասխաններին, Սահմանադրությունը անհատի եւ պետության, հասարակության եւ պետության միջև փոխհարաբերությունների խտացված հիմնադրույթներն է արտացոլում եւ այդ խտացված լինելը բացառում է, որովհետեւ մենք այստեղ կարևոր եւ ոչ էական դրույթների բաժանենք, իհարկե զուտ, եթե փորձենք այնուամենայնիվ հարցին պատասխանել, Սահմանադրության առաջին գլուխը սահմանում է սահմանադրական կարգի հիմունքները, այսինքն Սահմանադրության այդ խտացված հիմնադրույթների էլ ավելի խտացված հիմնադրույթները։ Եվ իհարկե այն քաղաքացիները, ովքեր այնուամենայնիվ ժամանակ չեն գտնում ծանոթանալ ամբողջ տեքստին, միգուցե խորհուրդ տանք, որպեսզի ծանոթանան գոնե առաջին գլխին Սահմանադրության։ Ավելի պրակտիկ որ ասենք, ինչ կտա ինձ, եթե ես իմանամ Սահմանադրություն, դիցուք ես քաղաքացի եմ եւ Սահմանադրության մասին դեռ ոչ մի գիտելիք չունեմ, ինձ համոզեք, ինչ կտա ինձ, եթե ես իմանամ Սահմանադրության մասին ընթերցեմ եւ որոշակի բաներ հիշեմ։ Փորձելով պատասխանել հարցին, ելի հիշենք, որ Սահմանադրությունը երկու խումբ հարաբերություն է կարգավորում։ Մի խումբ հարաբերությունը վերաբերում է պետական իշխանության մարմինների ձևավորման փոխհարաբերություններին եւ այլն։ Միգուցե անմիջական պրակտիկ կիրառություն քաղաքացիների համար այդ հատվածը չունի։ Բայց Սահմանադրությունը նաև ունի երկրորդ խումբ հարաբերությունների կարգավորման դրույթները, որը վերաբերում է հենց քաղաքացու եւ մարդու կարգավիճակին, որտեղ սահմանված են անձի հիմնական իրավունքները եւ ազատությունները։ Այսինքն, քաղաքացու համար Սահմանադրությանը ծանոթ լինելու պրակտիկ նշանակությունը առաջին հերթին այն է, որ քաղաքացին իմանա, թե ինքը ինչ իրավունքներ ունի, ազատություններ ունի եւ նաեւ ինչու՞ չէ, ինչ պարտականություններ ունի, որտեղ Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ եւ ազատությունները քաղաքացիների համար սահմանում, այլ նաեւ պարտականություններ։ Իհարկե ոչ այն ծավալի, ինչ որ իրավունքների եւ ազատությունների դեպքում։ Ինչն է իրավունք, ինչ ազատություն։ Եթե փորձենք էլի դասագրքային ճշմարտությունների գնալ, Սահմանադրությունը 3 խումբ կարող ենք էլի պայմանական դասակարգում անել, իրավունքներ եւ ազատությունները սահմանում, անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային։ Այսինքն
Եթե անձը ցանկանում է տեղյակ լինել իր անձնական իրավունքների մասին, օրինակ կյանքի իրավունք, անձնական անձեռնմխելիություն, հոգեկան անձեռնմխելիություն, հաղորդակցության գաղտնիություն, պետք է այդ ոլորտին ծանոթ լինի։ Եթե անձը ցանկանում է քաղաքականապես ակտիվ լինել, զգալ իրեն որպես իշխանության կրող, նաև պետք է իհարկե քաջածանոթ լինի իր քաղաքական իրավունքներին։ Եվ իհարկե սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքները։ Իմ խոսքում նաև նշեցի մի քանի օրինակներ նշեցի այն ոլորտները, որոնցով առնչվելիս անձը կամա թե ակամա առնչվում է սահմանադրության հետ։ Օրինակ, սահմանադրությունը նաև սահմանում է երաշխիքներ աշխատանքային պայմանների, հանգստի, սոցիալական ապահովության եւ նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ։ Իհարկե, ընթացիկ օրենսդրությունը դրանք ավելի մանրամասնեցնում է, բայց անձը եթե օրինակ ինքը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ, ցանկանում է իմանալ, թե ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի իր գործատուն, նախ եւ առաջ պետք է սկսի սահմանադրությունից։ Իհարկե, հետո արդեն անցնելով, եթե ելի ժամանակ ունենա, ընթացիկ օրենսդրությանը։ Ես ուզում եմ ավելացնել որոշակի սահմանումներ, օրինակ յուրաքանչյուր ոք ունի առողջությունը պահպանելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի աշխատանք ընտրելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, յուրաքանչյուր ոք ունի այո, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք եւ վերջիվերջո ընտրական իրավունք, քվեարկելու իրավունք։ Այս իրավունքները բոլորը գալիս են սահմանադրությունից եւ քանի որ մենք սկզբից ասացինք, որ սահմանադրությունը նաեւ անմիջական կիրառելիություն կարող է ունենալ, օրինակ այս դրույթներից ինչ որ դրույթներ կարող են անհրաժեշտության դեպքում նաեւ անմիջականորեն կիրառվել։ Ինչ կասեք, ինչպիսի դեպքերում դրանք կարող են լինել։ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներ եւ ազատությունները բոլորը ունեն անմիջական կիրառություն։ Օրինակ, եթե խախտվել է անձի խոսքի ազատության իրավունքը կամ անձնական ազատության իրավունքը, քաղաքացին կարող է անմիջականորեն վկայակոչել սահմանադրական դրույթները եւ ձեռնամուխ լինել իր իրավունքների պաշտպանությանը։ Իսկ եթե այլ իրավական ակտերով սահմանվում են այդ դրույթների բացվածքները ու սահմանվում են, թե ինչ պետք է անել, ինչ չպետք է անել, ինչ պատիժներ են հասնում դրանց համար, այդ դեպքում ինչի համար է մեզ պետք սահմանադրությունը։ Անհրաժեշտ է նրա համար, որ այդ ընթացիկ օրենսդրությամբ սահմանված դրույթները իրենց հիմքում կրկին ունեն սահմանադրական դրույթները։ Սահմանադրությունը սահմանել այն սկզբունքները եւ հիմնադրույթները, ելակետերը, որոնց հիման վրա այդ ընթացիկ օրենքները արդեն դրանք ավելի մանրամասնեցվել են, եւ սահմանադրությունը նաեւ սահմանել չափանիշները, որոնց հիման վրա մենք կարող ենք գնահատել այդ ընթացիկ օրենքների դրույթների սահմանադրականությունը եւ եթե տեսնում ենք նաև այստեղ անհամապատասխանություններ, սահմանադրությունը սահմանում է նաև մեխանիզմներ այդ անհամապատասխանությունը վերացնելու համար։ Դրա համար ունենք օրինակ սահմանադրական դատարան, որտեղ այդ հակասությունները վերացվում են։ Ուզում եմ խոսենք մի քիչ իրավունքների եւ ազատությունների սահմանների մասին, որտեղ ոչ մի բացարձակ այսպես ասած իրավունք կամ բացարձակ ազատություն գոյություն չունի, չէ՞։ Իրավունքների տեսանկյունից գուցե ունեն որոշակի իրավունքներ, որոնք բացարձակ են։ Ոնց պետք է քաղաքացին կշռի կամ տեսնի այն սահմանը, ինչը որտեղ է իր ազատությունը։ Շատ լավ հարց է, պարոն Սմբատյան, եւ ելի պետք է հետ գնանք դեպի իրավունքի հուշարձաններ եւ ակունքներ, ու մարդու իրավունքների ֆրանսիական հռչակագրում շատ լավ սահմանում կա 17-րդ դարավերջի, ասում է, որ յուրաքանչյուրի իրավունքը եւ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի իրավունքը եւ ազատությունը։ Եթե հակիրճ փորձենք սահմանումը տալ, դա է եւ հենց սահմանադրության գործառույթներից մեկը այդ սահմանները նախատեսելն է։ Այսինքն մի կողմից ու առաջին հերթին այդ փոխհարաբերությունները պետք է դիտարկել քաղաքացի եւ պետություն հարաբերություններում եւ սահմանադրության հիմնական գործառույթներից մեկը, եթե ոչ հիմնականը, դա հենց պետության արչև սահմաններ դնելն է։ Ընդ որում, ինչու սահմանադրությունները ի հայտ եկան համեմատաբար ուշ ժամանակահատվածում, որովհետև դրանք նաև մարդկության եւ մարդու իր իրավունքների ազատությունների համար երկարատև պայքարի արդյունք են սահմանադրության գոյությունը, որովհետև պետության ստեղծումից ի վեր, պետության երևույթ որպես ստեղծումից ի վեր, մարդկությունը այդ պայքարը մղել է, այնպես անել, սահմաններ դնել պետական իշխանության արչև եւ այնպես անել, որ այդ իշխանությունը երաշխավորի իր իրավունքներն ու ազատությունները։ Հարյուրամյակներ, հազարամյակներ այդ պայքարը գնացել է, բայց միայն 18-րդ դարավերջից, 19-րդ դարից սկսած
մարդկությունը կարողացել է այդ արդյունքին հասնել, ունենալ այդ սահմանների ամրագրումը սահմանադրություն կոչվող փաստաթղթի տեսքով եւ իհարկե սահմանադրությունը ժամանակակից մարդկության քաղաքակրթության ձեռքբերումներից մեկն է կարևոր։ Երբ ֆիքսել արդեն երրորդ բաղադրիչը սահմանադրության սկզբունքներ ասացինք, նպատակներ ասացինք, հիմա արդեն երաշխիքներ։ Ոստորեն բավական նյութ ունի սահմանադրությունը մեզ մատուցելու եւ ինչից է ուզում խոսեինք։ Մենք ունենք պետություն, քանի որ պետության ստեղծումից խոսեցիք, որը կոչվում է հանրապետություն։ Ինչի հենց հանրապետություն։ Ոնց կարող ենք մատչելի բացատրել ինչ է հանրապետությունը։ Ինչու հանրապետություն, որովհետև հայ ժողովուրդը 1995 թվականին քվեարկելով գործող սահմանադրության օգտին որոշել է, որ մենք կառավարման ձևով պետք է լինենք հանրապետություն։ Հանրապետությունը, ինչպես նշեցի, կառավարման ձև է եւ կառավարման որոշակի սկզբունքներ է ամրագրում։ Առաջին հերթին, եթե կառավարման ձևով պետությունը հանրապետություն է, ուրեմն նշանակում է, որ իր իշխանության մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, ձևավորվում են որոշակի ժամկետով եւ ընտրությունները անցկացվում են որոշակի պարբերականությամբ։ Իսկ կարող ենք խոսել այն մասին, թե սահմանադրությամբ սահմանված ձևով Հայաստանը ինչպիսի պետություն է, ոնց է կառավարվում։ Էլի հիշենք սահմանադրության առաջին հոդվածը եւ մեր պետության հիմնական բնութագրիչները հենց այդ հոդվածով են տրվում։ Նախ օգտագործելով Հայաստանի Հանրապետություն արտահայտությունը արդեն իսկ նախանշվում է, որ մենք հանրապետական կառավարման ձևի պետություն ենք եւ առանձնացվում են 4 բնութագրիչներ՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական։ Այսինքն սահմանադրության հետագա տեքստը խարսխվում է այս 4 բնութագրիչների եւ նաեւ հանրապետական կառավարման ձև ունենալու հանգամանքի վրա։ Իսկ կարող ենք հեռուստադիտողի համար մի քիչ ավելի մանրամասնել, թե ինչ սկզբունքների մասին են խոսվում։ Օրինակ, որ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք կարող են իրականացնել գործառույթներ, լիազորություններ, որոնց համար բացառապես լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սա շատ եւս կարևոր հատկանիշ է պետական իշխանության մարմինների եւ պաշտոնատար անձանց կարգավիճակի եւ քաղաքացիների կարգավիճակի միջեւ, որովհետեւ ինչպես նշեցիք, պետական իշխանության մարմիններն ու պաշտոնատար անձին կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով, իսկ քաղաքացիները կարող են անել ամեն ինչ, ինչը արգելված չի սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով, սա էական կարգավիճակային տարբերություն է։ Իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ անկախության եւ փոխազդեցության, փոխզսպման ինչպես արդեն անդրադարձ կատարեցինք, ժամանակակից սահմանադրությունների հիմքում զգալիորեն ընկած են այն գաղափարները, հայացքները, որոնք ձևավորվել են լուսավորության դարաշրջանում, եւ պատահական չի, որ ժամանակակից իմաստով դասական սահմանադրությունները հենց սկսեցին ընդունվել 17-րդ դարից հետո եւ իրենց հիմքում ունեն այդ գաղափարները եւ այդ գաղափարներից մեկը իշխանությունների տարանջատման սկզբունքն է, որի իմաստը, եթե բարձ ձևակերպենք, նրանումն է, որ որևէ իշխանական գործառույթ չկենտրոնանա որևէ մարմնի կամ անձի ձեռքում, այլ դա բաշխված լինի առնվազն 3 իշխանությունների մեջ եւ շատ կարեւոր է, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը ոչ միայն զուտ բաժանման մասին է մեխանիկական, այլև այստեղ կարևոր են նաև հակակշիռների, զսպումների համակարգի արկայությունը, որպեսզի իշխանության այդ 3 հիմնական թևերը միմյանց այնպես հակակշռեն, որ կանխարգելվի նաև իշխանության կենտրոնացումը դրանցից որևէ մեկի ձեռքում։ Որոնք են իշխանության այդ 3 թևերը եւ ինչպես են իրար հակակշռում։ Դրանք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններն են։ Իհարկե այլ կարծիքներ էլ կարող են լինել այդ թվարկումը ավելացնելու, բայց այդ 3 հիմնական են՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Եթե փորձենք օրինակներ դիտարկել, թե ինչպես են դրանք իրար հակակշռում, եկեք նաեւ բարձրաբանենք, թե որոնք են օրենսդիրը, գործադիրը, դատականը։ Օրենսդիր մարմինը ազգային ժողովն է Հայաստանի Հանրապետության, գործադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դատական իշխանությունը մարմնավորում են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատարանները։ Եթե փորձենք կոնկրետ օրինակով խոսել հակակշռման կամ զսպման մեխանիզմի մասին, օրինակ վերցնենք օրենսդրական գործընթացը եւ տեսնենք այդ օրենսդրական գործընթացին ինչ մարմիններ են մասնակցում եւ ինչպես են միմյանց հակակշռում։ Ենթադրենք օրենսդրական գործընթացում օրենքի նախագիծը նախաձեռնել է կառավարությունը, այսինքն այստեղ ունեցան գործադիր իշխանություն, որը նախաձեռնել է օրենքի ընդունում։
դա ներկայացվում է ազգային ժողովին, օրենսդիր մարմնին։ Օրենսդիր մարմինը քննարկում է այդ նախագիծը, կարող է հավանություն տալ, կարող է չտալ։ Իսկն սա մեկ մեխանիզմ հակակշռման։ Ենթադրենք ազգային ժողովը ընդունեց օրենքը, ուղարկվում է հանրապետության նախագահին, որը կրկին հակակշռող դեր է կատարում։ Ինչու՞, որովհետև հանրապետության նախագահը կարող է ստորագրել եւ հրապարակել այդ ընդունված օրենքը, բայց կարող է համաձայն չլինել ազգային ժողովի հետ, օրինակ գտնել, որ ընդունված օրենքում տեղ են գտել հակասահմանադրական դրույթներ եւ դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը արդեն 4-րդ մարմինն է, որը այդ գործընթացին մասնակցում է եւ գնահատում է ընդունված օրենքի սահմանադրականությունը եւ որքանով է նախագահի դիրքորոշումը հիմնավոր կամ անհիմն։ Այսինքն սա մեկ գործընթացի շրջանակներում տեսանք, որ 4 իշխանության մարմիններ մասնակցեցին այդ գործընթացին եւ այդ ընթացքում նրանք կարող են ունենալ տարբեր տեսակետներ, ուղղել միգուցե միմյանց եւ այլն եւ արդյունքում մենք ունենում ենք ուժի մեջ մտած օրենք, որը նրանց բոլորի դիրքորոշումների արտացոլումն է, կամ եթե օրինակ սահմանադրական դատարանը գտա, որ օրենքը հակասում է սահմանադրությանը, մենք չենք ունենա ուժի մեջ մտած նման։ Իսկ այդ դեպքում ինչ է լինում, եթե օրինակ սահմանադրական դատարանը ասում է, որ հակասահմանադրական է եւ պետք չէ այդ օրենքը ընդունել, ինչ է լինում այդ նախագծի հետ։ Այդ օրենքը պարզապես ուժի մեջ չի մտնում։ Ուղղակի այդ թղթերը դնում են մի կողմ։ Այո։ Եվ նշանակում է, որ մենք չենք ունենա ուժի մեջ մտած հակասահմանադրական օրենք, որով կխախտվեն մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Իսկ այլևս չի քննարկվում այդ որոշման այլ նախագիծ, օրինակ փոփոխություններ առաջարկվեն կամ այլ ինչ-որ բաներ։ Ինքնին այդ նախագծի շուրջ այլևս որևէ գործընթաց տեղի ունենալ չի կարող, ինչը իհարկե չի սահմանափակում, որ նույն նախաձեռնողը սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները փոխելով կամ հանելով նախագծից կրկին դնի շրջանառության մեջ եւ կրկին նախագիծը սկզբնական փուլից անցնի մինչև վերջնական փուլ։ Իդեպ ես ուզում եմ նշել, որ այս բոլոր հարցերը, որ մենք տալիս ենք, հավաքագրել ենք ուսանողների շրջանում եւ փորձել ենք ներկայացնել հենց իրենց մտածմունքները, որպեսզի ստանան իրենց պատասխանները, բայց ես ուզում եմ իմանալ, թե ինչքանով են կապված քաղաքական ու ընտրական իրավունքները սահմանադրության հետ։ Քաղաքական եւ ընտրական իրավունքները եւս բխում են սահմանադրությունից, աղբյուրը սահմանադրությունն է, մասնավորապես ընտրական իրավունքի կարևոր սկզբունքներն են սահմանադրությունները ձևակերպում ընդհանուր ընտրական իրավունքի, ազատ ընտրական իրավունքի, ուղղակի ընտրական իրավունքի, հավասար ընտրական իրավունքի եւ անգամ պետք է ասել, որ ընտրությունների հրապարակայնության, գաղտնիության, պարբերականության վերաբերյալ աղբյուրը եւս սահմանադրությունն է եւ ոչ միայն սահմանադրությունը, մենք բազմաթիվ կոնվենցիաների ենք անդամակցել որպես պետություն, որտեղ քաղաքական եւ ընտրական իրավունքներ եւ դրանց իրացման անգամ վերաբերյալ կան դրույթներ եւ այս առումով եւս կուզենամ, որ սահմանադրագետը իր մեկնաբանությունն անի։ Շարունակեմ պարոն Սմբատյանի միտքը, իհարկե ընտրական իրավունքները եւս բխում են եւ ամրագրված են սահմանադրությամբ, ու դա պատահական չէ, որովհետեւ մենք արդեն արձանագրեցինք, որ սահմանադրությունը նաև սահմանում է ժողովրդի որպես իշխանության կրողի կողմից իր իշխանության իրականացման ձևերը, որոնցից հիմնականը ընտրություններն են, որպես անմիջական ձև, եւ սահմանադրությունը չէր կարող անմասն մնալ այդ հարաբերությունների կարգավորումից, եւ նախ եւ առաջ սահմանադրությունը սահմանում է, ինչպես պարոն Սմբատյանը նշեց, ընտրական գործընթացների հիմնական սկզբունքները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի, որոնք արդեն մանրամասնեցվում են ընտրական օրենսգրքում, թե որ սկզբունքը իրենից ինչ է ենթադրում եւ ինչ մանրամասն կարգավորումներ են սահմանված դրա վերաբերյալ։ Եվ այս առումով կցանկանամ ավելացնել նաև հետեւյալը քաղաքական իրավունքների, որտեղ ընտրական իրավունքը իրենք քաղաքական իրավունքներ են նաև։ Բազմաթիվ անգամ մենք այսօրվա զրույցի ընթացքում արձանագրեցինք, որ սահմանադրությունը սահմանում է մարդու իրավական կարգավիճակը, մարդու իրավունքները ամրագրելու միջոցով, եւ դրա մասնավոր դրսևորումն է նաև քաղաքացու իրավական կարգավիճակի ամրագրումը քաղաքական իրավունքներ սահմանելու միջոցով, որովհետև սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները, որոնց վերաբերյալ հիշատակումներ արվեցին, դրանք էլի կարող են երկու խմբի բաժանել՝ մարդուն, առհասարակ մարդուն վերաբերող իրավունքներ եւ ազատություններ, դրանք որպես կանոն անձնական իրավունքներն ու ազատություններն են, այսինքն օրինակ նույն ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատվության իրավունքը, կյանքի իրավունքը եւ այլն,
Բայց սահմանադրությունը ամրագրում է նաև իրավունքներ եւ ազատություններ քաղաքացիների համար, այսինքն այդ իրավունքներով օժտված են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ այդ քաղաքական եւ բացառապես քաղաքացիներին պատկանող իրավունքների մեջ առաջնային դեր է կատարում ընտրական իրավունքը, ընտրելու հնարավորությունը եւ ընտրվելու հնարավորությունը։ Ուզում շարունակել մեկ անգամ եւս շեշտադրումով, որ օրինակ առողջության պահպանման իրավունքը յուրաքանչյուր ոգին է վերաբերվում, բայց ընտրելու իրավունքը, ընտրվելու իրավունքը քաղաքացիներին է վերաբերվում, որովհետեւ քաղաքացիները մեկ անգամ եւս կարեւոր են գիտակցեն իրենց այդ իշխանության բաժինը, որ տրված է, հա։ Ամփոփելով այսօրվա մեր քննարկումը, ինչ հաղորդագրություն կարող ենք տալ հեռուստադիտողին։ Ես օգտվելով առիթից կխնդրեմ մեր քաղաքացիներին շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել սահմանադրությանը եւ դրան չվերաբերել որպես իրենցից անկախ եւ իրենցից հեռու գտնվող երևույթ, ինչպես նաեւ մեր քննարկման ընթացքում անդրադարձանք, մենք բոլորս մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք սահմանադրության հետ, նույնիսկ եթե մենք դա չենք գիտակցում եւ շատ ավելի ցանկալի է որպես իրազեկ լինենք սահմանադրության մասին եւ այն ինչի հետ կամա-թե-ակամ առնչվում ենք առնվազն իմանանք թե ինչի մասին է։ Այո, պետությունը մեզնից հեռու մերկին, մեզնից անկախ ինչ որ բան չէ եւ սահմանադրությունը նույնպես։ Սահմանադրությունը ամենակարևոր պայմանագիրն է, մեր կյանքի ամենակարևոր պայմանագիրն է։ Մեր եւ պետության միջև հարաբերություններն է կարգավորում։ Այսինքն սահմանադրությունը մեր մասին է։ Սահմանադրությունը յուրաքանչյուրիս մասին է։ Սահմանադրությունը քո մասին է։ Ահա սա կլինի իմ մեսիջը։ Շնորհակալություն կարծիքների համար։ Այսօր քննարկում էինք պետության եւ անձի միջև փոխհարաբերությունների սահմանման ամենագլխավոր փաստաթղթի սահմանադրության մասին։ Եթերում գաղտնաբառը քաղաքացին հաղորդումն է։ Կհանդիպենք մյուս շաբաթ։